Վաշինգտոնում 3 ևս մեկ առանցքային էջ բացվեց Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող TRIP նախագծի գործնական իրականացման ճանապարհին։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի առանցքում Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խորացումն ու Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի TRIP-ի իրականացման շրջանակի հրապարակումներ։ Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են զարգացման ակտիվ փուլում։ Համատեղ նախաձեռնությունները բազմապատկվում են, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվում են գործնական քայլերի։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք շեշտվեց խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունը եւ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը։ Հանդիպումից հետո նախարար Միրզոյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում, ապա Հայաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը պաշտոնապես հաստատեցին TRIP ծրագրի համար Հայաստան-Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Դա ուրեմն նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար ուրեմն եւ բոլոր գործընկերների համար եւ Միացյալ Նահանգների եւ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի եւ վերջնական այդ պայմանագրերի ընկերության հիմնադրման ուրեմն եւ կանոնադրության եւ հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև հրապարակված փաստաթուղթն ուրվագծում է TRIP-ի գործարկման կոնկրետ ուղիները, նախատեսելով Հայաստանի տարածքով անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծում։ Նախագիծը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ կդառնա տրանսկասպիան առևտրային երթուղում կենսական օղակներից մեկը, ստեղծելով տնտեսական եւ հաղորդակցային նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Փաստաթղթում հստակ արձանագրված է, որ TRIP-ը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա եւ չի առաջացնում իրավական պարտավորություններ Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար։ Չի լինելու TRIP ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Առավել քննարկվող կետերից մեկը TRIP զարգացման ընկերության հիմնման մասին դրույթն է։ Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել այդ ընկերության ստեղծմանը 49 տարի նախնական ժամկետով տրամադրելով կառուցապատման իրավունք։ Ըստ համաձայնության Միացյալ Նահանգներին կառաջարկվի ընկերության 74% մասնաբաժինը։ Հայաստանը կպահպանի 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ 49 տարվա ավարտից հետո գործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով եւ այդ փուլում Հայաստանի մասնաբաժինը կավելանա, հասնելով 49%-ի։ Միրզոյանը հատուկ շեշտեց, որ ընկերության բաժնեմասերի որևէ փոփոխություն կամ վերջնական շահառուների փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների նախնական համաձայնության։ Ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն, եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Նախարարի խոսքով բաժնեմասերի բաշխումը բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է կողմերի ներդրումները։ Միացյալ Նահանգները կատարելու է մեծ ֆինանսական ներդրումներ, մինչդեռ Հայաստանի հիմնական ներդրումը կառուցապատման իրավունքն է։ TRIP-ի շուրջ հնչող մտահոգություններին ի պատասխան փաստաթուղթը եւ կողմերի հայտարարությունները հստակ ընդգծում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային բոլոր գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Հայաստանը լիարժեքորեն պահպանում է օրենսդիր դատական եւ կարգավորիչ վերահսկողությունը, ազգային անվտանգության եւ իրավապահ գործառույթները, մաքսային ու սահմանային վերահսկողությունը, հարկերի եւ տուրքերի գանձումը, տվյալների եւ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը։ Կիրառվելու է front office, back office մոդելը, որտեղ մասնավոր օպերատորները կկատարեն սպասարկման եւ դյուրացման գործառույթներ, իսկ բոլոր ինքնիշխան որոշումները կմնան Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ձեռքում։ Front office-ի
օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ թրիփը ոչ միայն ենթակառուցվածքային կամ տնտեսական նախագիծ է, այլև շարունակական ճանապարհ հայ-ամերիկյան արդեն իսկ ամուր ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Թրիփ նախագիծը կարող է աշխարհի համար լինել մոդել, ցույց տալով, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև, որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է։ Սա բացում է Հայաստանը բիզնեսի առաջ եւ ստեղծում տնտեսական բարգավաճման նոր, լայն հնարավորություն։ Նշվում է, որ Վաշինգտոնյան այս հանդիպումն ու հրապարակված շրջանակային փաստաթուղթը հերթական կարևոր քայլն են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Թրիփը միտված է ամրապնդելու Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությունն ու բարգավաճումը, միաժամանակ ստեղծելով նոր առևտրային ուղիներ, որոնք Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովը կկապեն Եվրոպայի հետ։ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի, մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն եւ այլն։ Իդեպ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ողջունել է Վաշինգտոնում կայացած գործընթացը, այն որակելով որպես խաղաղության, ինստիտուցիոնալացման եւ թրիփի գործնական իրագործման ուղղությամբ արված կարևոր քայլ։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս անդրադարձել է փաստաթղթին եւ նշել, թրիփը մեգանախագիծ է, որից շահելու են բոլորը եւ առաջին հերթին Հայաստանի ժողովուրդը։ Հայաստանը ըստ էության ամբողջությամբ պահպանելու եւ իրականացնելու է օրենսդրությամբ իր ինքնիշխանության սահմաններում բոլոր գործառույթները, հիմնվելու է մի ընկերություն, որը որ բավական մեծ ներդրումներ է իրականացնելու այս ենթակառուցվածքի մեջ, Հայաստանը նաև թրիփ ընկերության մեջ ունենալու է իր փայաբաժինը եւ բացի հարկերից, տուրքերից, մաքսային վճարներից, որոնք որ մուտք են գործելու մեր պետական բյուջե, Հայաստանը նաև ունենալու է իր շահաբաժինը տվյալ ընկերության եկամուտներից, որոնք եւս գնալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թրիփը, ինչպես ընդգծում են կողմերը, հավակնում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային օրինակ, ցույց տալով, թե ինչպես կարող են տնտեսական զարգացումն ու ինքնիշխանությունը քայլել նույն ճանապարհով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։